շլությունը գնահատում ենք ուղիղ հայացքի դեպքում, այսինքն ակնագնդերի ուղիղ դիրքը շեղվում է կամ դեպի ներս, կամ դեպի դուրս։ Դա հենց շլությունն է իրական, բայց շլությունը միշտ չէ որ իրական է լինում, կարող ենք ունենալ նաև թաքնված շլություն։ Ահա, որը արդեն որ դեպքերում է թաքնված շլությունը, այսինքն որը արտաքինից չի նկատվում։ Այո, որը արտաքինից չի նկատվում, այդ դիրքի փոփոխությունը կարող ենք չունենալ, բայց կարող ենք գանգատներ ունենալ։ Երեխան փակում է մի աչքը, որտեղ կարող է երկտեսություն առաջանալ շլությունով պայմանավորված, որ տեսնի առարկաները մեկ հատ։ Կարող է տրորել այդ աչքը, անընդհատ այդ երկտեսությունն իրեն խանգարի։ Դա խոսքը մանկահասակ երեխաների մասին է։ Մյուսը իհարկե արդեն տեսողության խնդիրներով պայմանավորված, բարձր հեռատես են լինում եւ ոչ միայն ռեֆրակցիոն շեղումներով պայմանավորված, հոգնածությունը հերթական, գրել կարդալուց դժվարանալը, որը իր հերթին թույլ աչքը, թույլ տեսնող աչքը հակում ունի շլելու։ Դա կարող է լինել տարբեր տարատեսակ շլություններ։ Շլությունները իհարկե միայն ռեֆրակցիոն չեն, տեսողական խնդիրներով պայմանավորված չեն, կան նաեւ նյարդաբանական ուղղվածություն ունեցող շլություններ, այդպես միանշանակ դասակարգել ու ասել, որ ծնող ինքը հասկանա ու դիմի, ավելի լավ է անմիջապես դիմել եւ թողնել այդ բարդ գործընթացը չհամեմատել, ում երեխայի մոտ ոնց անցավ, որ տարիքում անցավ, չսպասել։ Ավելի լավ է ակնաբուժի խորհուրդը լսել, հետազոտության արդյունքում ախտորոշում ունենալ եւ դրանով հանդերձ սկսել վարել երեխային ճիշտ տեսողական հիգիենա։